Տաք գույներ, արհեստավարժ վրձնահարվածներ ու մի ամբողջ կյանք։ Նկարիչների միությունում ցուցահանդես է առանց հեղինակի։ 44-օրյա պատերազմում զոհված Գոռ Հակոբյանի կտավները մարդու բնության եւ հայրենիքի մասին են։ Մաղթում եմ ձեզ բարի դիտում եւ հավերժ հիշատակ մեր հերոսներին։ 29-ամյա Գոռը ծառայում էր ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում, որոնց կազմում էլ մասնակցել է 2020-ի պատերազմին, անմահացել պատերազմի ավարտի նախօրեին։ Նկարիչը միշտ էր երազել ունենալ անհատական ցուցահանդես։ Ես հպարտ եմ ու ես փայլում եմ իմ ուրախությունից, որ կարողացել եմ Գոռից երազանքները իրականություն դարձնել ու կարողանալ տղայիս կտավները ի ցույց Հայաստանի, ի ցույց համայն հայության ներկայացնել։ Այս սխրանքը, որ նա գործել է, դա ուղղակի կարելի է բառերով բացատրել, բայց իր արվեստում կան փնտրտուքներ եւ այդ փնտրտուքների մեջ դու կարող ես տեսնել Հայաստան աշխարհը, դու կարող ես տեսնել, թե ինչպես է նա մտածել, ինչ հայրենասեր տղա է եղել։ Գույների հետ երկխոսող երիտասարդը ծնվել էր Լոռիում, Լալվար Լեռան Փեշի Գողտրիկ գյուղը Ջիլիզան միայն ծննդավայր չէր, այլ բնությունից գույներ վերցնելու ու ներշնչանքի աղբյուր։ Աչքերից միշտ թախից էր հորդում, չգիտեմ ինչի, ու դա միշտ ինձ անհանգստացնում էր, բայց պայծառ գույներ էր սիրում, ինքը պայծառի մեջ էր սիրում։ Եթե ողջ լիներ, եթե ֆիզիկապես մեր կողքին լիներ, պատկերացնում եք ինչ գործեր էլ կունենայինք մենք։ Գույների ու վրձնի սիրահարը նկարում էր ինչի վրա պատահի։ Դպրոցը գերազանցությամբ ավարտելուց հետո ընդունվել էր Վանաձորի մանկավարժական ինստիտուտի կերպարվեստի ու գծագրության բաժին։ Դա նույնպես ավարտել գերազանցությամբ։ Միակողմանի ծնողազուրկ Գոռը պարտադիր զինծառայությունը կարող էր անցնել Հայաստանում, բայց զորակոչվեց Արցախ սեփական դիմումի համաձայն։ Հենց գալիս էր ինքը վազում էր անտառ ու մի փունջմորի միշտ բերում էր տուն, անգամ էս թորնիկիս Մարիայիս է նվիրել, դեռ փոքրիկ էր երեխան, բայց ինքը միշտ մորի էր բերում տուն ու զորամասում իրենց բուժքրոջը միշտ մորի է նվիրել։ 2016-ի ապրիլին նույնպես Արցախում էր։ Քառօրյա պատերազմին մասնակցել է կամավոր, փառքով կատարել իր առջև դրված մարտական խնդիրն ու դարձել տուն։ Բազմաթիվ կտավներից մայրը առանձնացնում է այս մեկը, որդու ոտնահետքն է։ Գոռը այն նկարել է ապրիլյանից հետո։ Ավարտեց նկարը, մեկ էլ ասեցի Գոռ, բա ինչու արյունոտ, եթե սա քո ոտնահետքն է, ինչու արյունոտ, տղա ջան։ Մի քիչ մտածեց, մի քանի րոպե չպատասխանեց ոչինչ, հետո ասեց. «Մամ, սրա իմաստը տարիներ հետո ենք հասկանալու»։ Ես այդ բանը չհասկացա ինչ է ասում, բայց տարիներ հետո արդեն հասկացա, որ ինքը նվիրեց ինձ իր ոտնահետքը, որը թողեց Արցախում։ Լոռվա բնաշխարհին կարճած երբեք չի մտածել Գողտրիկ գյուղը լքելու եւ մեծ քաղաք տեղափոխվելու մասին։ Մտածում էր հայրենի Ջիլիզայում մեծ այգի հիմնել, туриզմով զբաղվել, բայց բոլոր երազանքները մնացին անկատար։ Գոռ Հակոբյանն անմահացավ անօդաչու թռչող սարքի հարվածից 2020-ի նոյեմբերի 8-ին։ Հետմահու պարգևատրվել է մի շարք պատվոգրերով ու մեդալներով։ Սևակ Վարդումյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։